Փաստ օրաթերթը գրում է. Նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգություն է արտահայտել Վրաստանում հակաժողովրդավարական գործողությունների շարունակմամբ և սրմամբ, այդ թվում քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների կալանավորմամբ և քաղաքացիական հասարակության, այդ թվում կառավարության գործունեությունները քննադատող անձանց նկատմամբ հետապնդմամբ։ Թե ինչ է կատարվում Վրաստանում, այդ երկրի ներքին գործն է, սակայն հարցն այն է, որ կարդալով ԱՄՆ պետդեպի գնահատականներն ու ձևակերպումները, այնպիսի տպավորություն է ստանում, թե առանց տառ ու ստորակետ փոխելու Հայաստանի մասին է խոսքը։ Բայց չէ, ԱՄՆ պետդեպարտամենտը լուռ է, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է խորացնել հակաժողովրդավարական գործողությունները, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալումները ու կալանավորումները, Սարքովի գործերով իշխանություններին քննադատողներին նպատակային հետապնդումների է ենթարկում, երբ սեփականություն է խլում և այլն, իսկ պետդեպարտամենտը դեռ լուռ է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Սրբազան պլան անվանումը ստացած օպերացիան ոտքից գլուխ կեղծ լուր է, բայց դրա հիմքում մոտ 2 տասնյակ մարդիկ ազատազրկվեցին, Հայաստանի միջազգային վարկանիշը գահավիժեց, ահաբեկչական մթնոլորտ ստեղծվեց ամենուր։ Ինչու՞, քանի որ Նիկոլ Փաշինյանի խնդիր է դրել ամենայն հայոց կաթողիկոսին գահանկեց անել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթի ԿՊԱ-մերձ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները Գարեգին II-ին վեհարանից հեռացնելու կոնկրետ պլաններ ունեն։ Ըստ մեր աղբյուրների, Նիկոլ Փաշինյանի թիմին տեղեկացրել է, որ չնայած այն իրողությանը, որ վեհափարի հրաժարականին հասնելը անհավանական է թվում շատերի համար, իրենք դրան հասնելու են։ Ըստ մեր աղբյուրների, իշխանության անգամ պատրաստ է հակաեկեղեցական բողոքի ակցիաներ իրականացնելու, եկեղեցու ներկայացուցիչներին անդադար ներկայացնել իբրև հակապետական անձանց ու աման գնով հասնել վեհափարի հեռացմանը։ Հրապարակ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն ու կառավարության մեծամասնությունը, ինչպես նաև Ազգային ժողովի մատյան գունդը Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ երեկ վաղ առավոտից Facebook-ում իրար հերթ չտալով յուրաքանչյուր մեկ տասնյակի հասնող գրառումներ էին անում ընդդիմադիրների ձերբակալության և իրենց տերմիններով հեղաշրջման պլանի մասին։ Կարելի էր կարծել, թե Հայաստանում որևէ խնդիր չկա և պետական պաշտոնյաներն այնքան պարապ են մնացել, որ վերջապես զբաղվելու բան են գտել։ Սակայն իրականում Փաշինյանն ու իր խմբակը միտումնավոր համակարգված գործողություն էին մշակել իրավապահների գործողություններին զուգահեռ, որպեսզի հնարավորինս մեծ հնչեղություն տան երեկվա ձերբակալություններին։ Նրանց իրավապահները հրապարակում էին նախաքննական գաղտնիք համարվող նյութեր, որոնք ԿՊԱ-ականները եռանդով տարածում էին։ Հրապարակում էին անհասկանալի ճանապարհներով ձեռք բերված և կասկածելի ձայնագրությունների հատվածներ մոնտաժված, որտեղ ժողովրդին ուղղված վիրավորական խոսքեր կային, խախտում էին անմեղության կանխավարկածը և ճնշում էին գործադուլ դատարանների նկատմամբ, որ մի կողմից կալանքի սանկցիաներ տրվեն, մյուս կողմից ժողովրդի կարեկցանքին արժանանան ու իրենց ռեյտինգը բարձրացնեն։ Պարզ է, որ 2018-ից ի վեր Փաշինյանի ու իր խմբակի միակ գործիքը պառակտում և թշնամանք տարածելն է ու ընդդիմությանը թիրախավորելը։ Հրապարակ օրաթերթը գրում է. Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների համոզմամբ հեղաշրջման պլանը խափանելու օպերացիայի ժամանակաշրջանը պատահական չի ընտրվել։ Իրականում Փաշինյանի հանձնարարությամբ իրավապահները վաղուց էին նստել Բագրատ Սրբազանի պոչին։ 1 տարի շարունակ օպերատիվ տվյալներ են հավաքել, մարդիկ հավաքագրել նրա թիմից։ Ի դեպ, գաղտնազերծված փաստաթղթերի վրա գործողությունների ժամանակահատված է նշված 2024 թվականը, հետևաբար, եթե անգամ այդ պլանը ճիշտ է, ապա այն ոչ թե ապագային է վերաբերվում, այլ անցյալին։ Ըստ աղբյուրի, իրավապահները պետական հեղաշրջումը կանխելու օպերացիան բեմադրեցին հիմա, երբ Սամվել Կարապետյանին Փաշինյանը կալանավորեց։ Ասում են, Փաշինյանը հասկացել է, որ չի մարսելու Կարապետյանի կալանավորումը և փորձում է հեղաշրջման կեղծ օպերացիայով ջրել Կարապետյանի թեման, կանխել նրա հետ կապված բոլոր հնարավոր սցենարները, մանավանդ որ Սրբազանն էլ վերջերս հայտարարում էր, որ պատրաստվում է վերսկսել փողոցային պայքարը։ Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր News կայքում։